Ողջույն գործարարիքի եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախության ներքո կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ թուրքագետ Դիրան Լոկմագյոզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ Այսօր բոլորիս աչքից անվրեպ է եւ բոլորիս աչքը էս Իրանում եւ Իրանի շուրջը կատարվողի վրա է եւ սա քանի որ քաոսի մեջ է արդեն ամբողջ տարածաշրջանը, թե տնտեսական, թե քաղաքական էս աժոտաժը ազդում է բոլոր տարածաշրջանի բոլոր պետությունների վրա, իսկ այս տարածաշրջանից ինչքան գիտենք ամենամեծ sense ազդեցություն ունեցող պետություններից թերևս երևի ամենաուժեղը Թուրքիան է եւ երևի թե անհնար է որ Թուրքիան այստեղ որևէ ինչ որ աստիճանի ընդգրկվածություն չունենա կամ շատ չունենա հետաքրքրություն չունենա եւ քանի որ օրը սրան է հասել չնայած որ մենք արդեն հաղորդումներից մեկի ժամանակ քննարկել ենք այս Իրանի շուրջը կատարվողի միջև այս էսկալացիան սկսելը քննարկել ենք Թուրքիայի շահը բայց քանի որ այսօր այդ արդեն կենթանի թատերաբեմին ենք ականատես լինում ցանկանայի որ նորից քննարկենք Թուրքիայի շահը այստեղ էլի Թուրքիայի ընդգրկվածությունը Թուրքիայի շահը Թուրքիայի դիրքորոշումը այս էսկալացիոն ֆոնի վրա Թուրքիան ոչ միայն հետաքրքրություն ունի այս տարածաշրջանի հետ կապված, այլ նաև քաղաքականություն ունի, հատուկ քաղաքականություն ինքը իր ծրագիրը ունի տարածաշրջանի հետ կապված, իհարկե հետաքրքիր է, որ բոլորն էլ իրենց ծրագիրները ունեն, իրենց քարտեզները ունեն այս տարածաշրջանի հետ կապված ու հատկապես այդ ամեն ինչի կենտրոնում գտնվում է մեր Հայաստանը, ոչ թե այսօր Հայաստանը, այլ նաև մեր պատմական Հայաստանի տարածքը ինչպես միշտ, այսինքն անցյալում էլ այդպես էր, չէ, արևմուտքից, արևելքից, ով գալիս գնում էր, ով ինչ որ մի խնդիր ուներ, այս կողմ, այն կողմ գնալու էր, Հայաստանով պետք է անցներ եւ այսօր էլ հենց կենտրոնում գիզակետում գտնվում է Հայաստանի տարածքը, պատմական Հայաստանի տարածքը, որի մեծ մասը այսօր Թուրքիայի արևելյան մասն է կազմում եւ այդ պատճառով է որ նաեւ Թուրքիան այդպես խրված է այս ամեն ինչի մեջը որովհետեւ այս տարածաշրջանի այսպես մեջը խրված մի երկիր եւ նաեւ արևմուտքի կողմից տասնյակ տարիներ շարունակ դեր ստանցնած այս տարածաշրջանի ոստիկանությունը անելու եւ տնտեսական հզոր կարելիություններ ունի, ռազմական հզոր կարելիություններ ունի եւ այն այդ պատճառով Թուրքիան այստեղ գլխավոր խաղացողներից կամ գլխավոր հետաքրքրություն ունեցողներից մեկն է եւ նաեւ ինչպես ասացի, քանի որ իրեն նաեւ դրված է այդ դերը, իմչալոց այս վերջերս նորից մի քանի անգամ լսեցինք Թրամփի ընտրությունից հետո երբ որ թե Թրամփը, թե ուրիշները, թե Անգլիայից նաեւ լսեցինք, որ այս տարածաշրջանի, այսպես ասած, մեծ եղբայրը Թուրքիան է եւ բոլորը նրան պետք է լսեն, Թուրքիան է որոշում այստեղ։ Իհարկե Թուրքիան ինքը չի որոշում, իր հետևում կանգնած ուժեր կան, արևմտյան ուժեր, որոնք աշխատացնում են Թուրքիային, Թուրքիան է այսօր էս նեյտրալ դիրքորոշումը կարծես թե Թուրքիայի ճակերտավոր նեյտրալ դիրքորոշումն է։ Ասեմ, նախ այդ մի հատ ճշտենք, որ հիմնականում ամեն ինչ, նաև այն ինչ որ կատարվում է եւ այն ինչ որ Թուրքիան կատարում է իր դերը, այդ ամեն ինչի հետևը գլոբալ ուժեր կանգնած են եւ նրանք են այսօր ինչ էլ որ կատարվում է թե Եվրոպայում, թե Ուկրաինայում, թե այս տարածաշրջանում նրանք են ծրագրավորված եւ առաջ տանում այդ գլոբալ ուժերը, այսինքն սրանք վերազգային, վերպետական գլոբալ ուժեր են, որ արդեն վերջի տասնամյակում գոնե հաջողացրին, որ ամենտեղ իրենց կողմից տրված մարդիկ, այսինքն դրածոներ լինեն, դրածո կառավարություններ, դրանցից մեկն է նաեւ ամերիկյան կառավարություններ այստեղ իհարկե Թրամփի կալով դա փոխվեց, որովհետև Թրամփը գլոբալիստական կողմնորոշում ունեցող չէ, ընդհանրապես հակագլոբալիստական է ինքը, այդ պատճառով այսօր նաև խնդիրներ է ունենում նաև ուրիշների հետ, այդ պատճառով է նաև որ
Եվրոպային մի կողմ թողեց, Եվրոպայի հետ այսօր լրիվ ուրիշ հարաբերություններ ունի Ամերիկան, քան օրինակ մի 5 տարի առաջ, 10 տարի առաջ, լրիվ ուրիշ էր այն ժամանակ։ Գանք բայց նորից այս տարածաշրջանին Թուրքիան նաև իր քաղաքականությունը իր շահերից բխող քաղաքականությունն է վարում, իհարկե քանի այդ գլոբալ քաղաքականության չի վնասում դա։ Եթե մեկ Թուրքիան շատ է առաջ տանում իր սեփական քաղաքականությունը եւ վնասում է արդեն գլոբալ շահերին, այդ մյուս ուժերի շահերին, այն ժամանակ արդեն խնդիր է առաջանում, բայց Էրդողանը հատկապես միշտ էլ այդ բանը ունեցել է, այդ ողջախոհությունը ունեցել է, որ իմացել է թե ինչքան կարող է առաջ գնա, եթե շատ է մոտենում կարմիր գծերին, միանգամից հետ քայլ է անում եւ չի թողնում, որ ասենք վտանգվի թե ինքը, թե իր քաղաքականությունը եւ թե Թուրքիան։ Թուրքիան, ինչպես ասացի, այստեղի այս տարածաշրջանի հետ իր ծրագիրը ունի, իր քաղաքականությունը ունի, իր ստրատեգիան ունի, ունեցել է միշտ 100 տարի է մինիմում ունի դա արդեն, սակայն այսօրվա պայմաններով այդ Էրդողանը ճիշտ մարտն է այսօրվա պայմանների հետ կապված Թուրքիան ղեկավարելիք եւ ինքը շատ լավ, շատ ճիշտ քաղաքականություն է անում հենց Թուրքիայի համար Թուրքիան առաջ տանող, Թուրքիան զարգացնող, իհարկե կան բաներ, որ մեկ նաև երբ որ չափը անցնում է ուրիշ կողմից, ասենք վնասվում է, սակայն իրականում վնասվում է ինչպես միշտ, իհարկե ամբողջ երկրներում էլ հասարակ ժողովուրդը, բայց բեդությունը չի վնասվում եւ վերնախավը չի վնասվում։ Այստեղ էլ Թուրքիայում այդպես է, ինչքան էլ թվում է թե թուրքական օրինակ տնտեսությունը վատ է, ժողովրդի վիճակը վատ է, ինֆլյացիոն ֆոն, ինֆլյացիոն կա եւ այն, այո ճիշտ է, դա շատ վատ է, ժողովրդի վրա շատ վատ է անդրադառնում, շատ խայտարակ վիճակ կարելի է ասել կա Թուրքիայում, սակայն այնուամենայնիվ այդ վերնախավը մի բան էլ ավել հարստանում է, ինչպես նաև ուրիշ երկրներում էլ լինում էր։ Եվ բեդությունը չի վնասում, բեդությունը դիրքերը ամրացնում է եւ բեդությունը իր քաղաքականությունը առաջ է տանում։ Սա պարադոքսի նման է հնչում, սակայն պարադոքս չի իրականում, եւ ինչպես նորից եմ կրկնում, ուրիշ երկրներում, անգամ Ամերիկայում մենք այդ բաները մի քանի անգամ ապրել ենք, Ամերիկան ունեցել է մեծ տնտեսական խնդիրներ եւ այլն, սակայն այո, ժողովուրդը շատ մեծ վնասներով է դուրս եկել այդ ամեն ինչից, սակայն մեկ էլ տեսնում ես, որ ասենք մեծ ֆիրմաները ընդհակառակը գրկնապատկել են, քարապատկել են իրենց կարողությունները եւ նաեւ պետությունը անվնաս եւ դեռ մի բան էլ ուժեղացած դուրս է եկել այդ ամեն ինչից։ Հենց Ամերիկայում Թուրքիայում էլ այդպես է։ Հիմա Թուրքիան այս տարածաշրջանի հետ ինչ ծրագիրներ ունի։ Կան նաեւ Թուրքիայի ծրագիրները, կա նաև այդ գլոբալ ծրագիրները, որին Թուրքիան մասնակցում է։ Թուրքիան գործակատարն է այդ ծրագիրների։ Սակայն ինչպես ասի, քանի որ ինքը նաև իր ծրագիրը ունի, նաև առանքում իր ծրագիրը առաջ է տանում։ Օրինակ, երբ որ Ամերիկան Իրաք մտավ, իրաքյան պատերազմը սկսվեց, Թուրքիան շատ մեծ ախորժակ ունեցավ եւ ցայդուն գերբով արտահայտեց, այո, որ մտնի ինքն էլ մասնակցի եւ այլն։ Հետո տեսանք, որ Էսադի բանը իմ եղբայր էր կոչում եւ այլն, Սիրիայի հետ մեծ բարեկամություն, ախպերություն ընտանիքով բան են անում, գնում գալիս են եւ այլն, միանգամից բանը Սիրիայի ղեկավարությունը եւ Սիրիան դա դարձան թշնամիներ եւ Թուրքիան սկսեց ամեն ձևով թե պրոպագանդի առումով, թե նաեւ ռազմական առումով Սիրիայի դեմ աշխատել։ Թուրքիան կոալիցիոն ուժերի մեջ չկար այդ ժամանակ։ Թուրքիան կոալիցիան, այսինքն ինչ կոալիցիոն ուժ, Ամերիկան էր գլխավորը այդտեղ, այսինքն իսկական կոալիցիա չկար այնտեղ, կար Ամերիկան եւ այո, կար Ամերիկան եւ գողքից ինչ որ մեկը, ով ինչպես որ Թուրքիան արեց, ինչ որ մի բան թրցնելու նպատակներ ունեցողներ կային իհարկե, սկսած պետություններից եւ լուրջ պետություններից, մեծ պետություններից, մինչեւ ասենք terroristական գազագերբություններ, չէ՞։ Այդ terroristական գազագերբ գլխավոր terroristական
իսրայելական գազագերբության ղեկավարն էլ այսօր դարձել է Սիրիայի ղեկավարը, չէ՞, պաշտոնական ղեկավարը եւ ընդունվում է այն ուժերի կողմից, այն երկրների կողմից, որոնք իրադեմ պայքարում էին, որոնց դեմ ինքը պայքարում էր։ Այսինքն այն մարդը, որ մի 2 տարի առաջ վիզեր կտրում եւ դա մենք կոնկրետ գիտենք, կոնկրետ աշխարհը գիտի, որ ինքը մարդկանց գլխատում էր, ինքը իր ձեռքով, այդ մարդը այսօր կոստյում է հագած եւ ման է գալիս դարբեր երկրների խորհրդարաններով եւ այլն ընդունվում է որպես ղեկավար։ Այո, սա այս օրերի, ասենք, այս ժամանակի քաղաքականությունն է, այդ նույնը տեսանք մենք նաեւ օրինակ Աֆղանստանում, նույնը կտեսնենք կարող է վաղը էլի ինչ որտեղ։ Թուրքիան Սիրիայի մեջ մասնակցեց, Իրաքում չկարողացավ շատ մասնակցել, բայց Սիրիայի մեջ մասնակցեց եւ նաեւ իր օգնությամբ իշխանության եկավ այսօրվա երկրի ղեկավարը, չէ՞։ Այդ ընթացքում իհարկե այստեղ քրդական գործոնական քրդերը ինչպես միշտ շատ լավ օգտագործվեցին եւ մի կողմ շպրտվեցին, նորից դուժեցին, դա է, այսինքն հատկապես այդ ամեն ինչի իհարկե գալիս է վերևից, հիմնականում Ամերիկայից է գալիս, ամերիկյան կարծես թե այս անգամ էլ փորձեր եղան ներգրավելու քրդերին։ Կտեսնենք, շարունակվում է, դեռ չի ավարտված ոչ մի բան։ Ամերիկան քրդերին, այսինքն նաեւ բաներ այդ ընթացքում կարող է նաև ինչ-որ միջնորդեր կարող է լինել, օրինակ Թուրքիայի նման։ Թուրքիայի միջոցով կամ ուրիշի միջոցով քրդերին օգտագործեց, քրդերը մտան պայքարի մեջը, հետո քրդերին թողեցին, քրդերը կոտորվեցին, քրդերը ասեցին այլևս երբեք, հետո Ամերիկան նորից է օգտագործում, նորից են օգտագործվում իրենք, նորից են պատրաստում ինչ-որ մեկի դեմ պատրաստի մեջ մտնում, հետո նորից են շպրտում քրդերը մի կողմ, քրդերը ասում են այլևս երբեք ու սա շարունակ բդդվում է, այս անիվը շարունակ բդդվում է։ Այս տարածաշրջանի երևի մեղմ ասած իհարկե ամենամիամիտ ժողովուրդներից մեկը քրդերն են, երկրորդը մենք ենք երևի, որովհետև նույն բանը մենք ենք անում։ Ասում են նաև որ այս թուրքական բանակը հիմա երևի տենց կարծիք կա, որ Իրանի դեմ եթե ցամաքային օպերացիա լինի, դա այդ Իրանի հակառակորդների գլխավոր խաղաթուղթն ալնելու թուրքական բանակը ու կարծիքներ կան որ հենց դրան ասենց լուր սպասում Թուրքիան Էրդողան։ Թուրքիան գլնի վերջի խաղաթուղթը, խաղակարտը, որովհետև դա արդեն լրիվ ուրիշ մասշտաբի խնդիր է։ Մինչև Թուրքիայի միջամտելը կան իհարկե ինչպես ասեցինք քրդերը, կարող է նաև ինչ որ ուրիշ տերորիստական խմբեր օգտագործեն արտասահմանից ուրիշ տեղերից բերեն, ինչպես որ Արցախի ժամանակ կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, եւ կա նաեւ Ադրբեջանի խնդիրը։ Այդ խաղակարտը ավելի շուտ օգտագործելի խաղակարտ է, եւ մենք տեսնում ենք, որ կարծեք թե այս օրերին, երեք այսօր եւ այդ խաղակարտը ուզում են օգտագործել։ Իհարկե, այստեղ մի հարց կա, Արցախը, որ բան արեցին, գրավեցին բա ում շնորհիվ հիմա Ադրբեջանը ասում է միայն ես եմ արել, մինչև Թուրքիան ասում է ես եմ արել, իհարկե մեկը կա որ այստեղ ընդհանրապես ցեն չի անում, սակայն նա է արել, դա էլ Իսրայելն է։ Իսրայելը շատ մեծ օգնություն տվեց Ադրբեջանին դարբեր տեսակի միջայլոց եւ այն որ շատ մեծ բան է sense աղմուկ բարձրացվեց բայրակտար, իրականում այնտեղ գործում էին ոչ միայն բայրակտարները, գործում էին նաև իսրայելական անօթաչուները, այո, եւ հիմնական խնդիր լուծողները հենց իսրայելական անօթաչուներն էին եւ ոչ միայն անօթաչուներ, Իսրայելը բայց դա վաճառել է հենց իրենց կողմից ղեկավարվող ԱԹՍ-ներ էին, չէ՞։ Բա իհարկե, իմիջիայլոց դրանք այնպիսի ԱԹՍ-ներ էին, որ իրենք կարող էին միայն օգտագործել եւ դրա մինիմում մի փաստը նաև ունենք որ իրենք օգտագործել են, չգիտեմ, այն ժամանակ ասվեց որ իրենք ներկայացրել են միայն սովորացնելու նպատակում, բայց իրենց մասնագետները եկել են, օգտագործել են եւ խփեցին հայկական բանը, այդ ավտոբուս խփեցին առաջին օրինակ, այդ գամավորներով լիքը ավտոբուսը։ Եվ դարբեր տեսակի ինչպես ասացինք օգնություն դրամատրեց Իսրայելը։ Ինչի համար
միայն փողի խնդիր չէր դա, այսինքն միայն իրենց զենքը վաճառել հենակետ էր։ Եվ դրանից հետո երկրորդ հարցը, ինչի Ալիևը մինչև այսօր Արցախյան տարածք ամբողջ Արցախը դադարված է հիմա, չէ՞։ Եվ Արցախը դադարք մնում է, ինչի չի բնակեցնում։ Ինչի համար։ Ռազմական հենակետ է, որովհետև Մյուս կողմից, այո, իհարկե նաև գիտենք նաև, որ ռազմական ուժեր ունեն հենց Իսրայելը ունի, եւ դրա մասին Իրանը շատ բազմիցս խոսել է, մինչև էլ արդեն լուրեր կային բդդվում էին, եւ մյուս խնդիրը ինչի համար Ֆիզուլիում, որտեղ ամենալավ ժամանակներ, այսինքն սովետական ժամանակներում մի քանի հազար մարդ էր ապրում այդ տարածաշրջանում, ինչի այնտեղ կառուցվեց միջազգային օդակայան։ Ինչի։ Մի քանի հազար հոգու համար միջազգային օդակայան շատ անգամ ընդհանրապես օդակայան չես կառուցում, բայց մի քանի հազար, այսինքն բարիբուն իմաստով մի քանի հազար հոգի են ապրում այդ տարածաշրջանում անգամ։ Ինչի միջազգային օդակայան։ Այսինքն եթե այս ամեն ինչը իրար հետ կապենք, միայն մի բան կա, այո, այսօրվա համար էր դա, եւ այո նրա համար, որ այդ ամբողջ տարածաշրջանը, այսինքն Արցախի տարածաշրջանը օգտագործվի որպես մի հսկայական ռազմական հենակետ, բազա հակա-իրանյան բանի համար, այդ ում համար Իսրայելը պիտի օգտագործեր։ Մենք գիտենք, որ իսրայելյան զինվորներ կան, իսրայելյան զենք ու զինամթեր կա, ինչքան իսրայելյան ծանր բաներ Բեռնային օդանավեր այնտեղ եկան այս ընթացքում, այս մի քանի տարվա ընթացքում եւ գալիս են նաեւ եւ ում դեմ էր այդ ամեն ինչը Հայաստանի դեմ Չէ, իհարկե, միայն Իրանի դեմ, հիմարն էլ կա հասկանալ։ Այսինքն, այսպեսով քանի որ Թուրքիան ինքը անմիջական ներգործություն ունեցավ այդ Արցախի Ադրբեջանի կողմից Արցախի գրավմանը, ստացվում է, որ այս պլանը, եթե դուք ասում եք, որ կապված էր լրիվ Իրանի դեմ էր, այսինքն Թուրքիան այդ ներգործությունը, ակտիվ ներգործություն ունենալով, այսինքն ինքը կողմ է այս ծրագրերին ամբողջ Իրանի հետ կատարվողին էս ինչին որ ձգտում են այդ իսրայելա-ամերիկյան կողմը ինչին որ ձգտում է ինքը լրիվ Թուրքիան լրիվ կողմը չնայած իր պաշտոնական արտահայտություններին նեյտրալիտետին այն նրան որ ինքը չի ուզում որ տապալվի Իրանի ռեժիմը միջև էս գործողությունները որ դրա մասին բարձրաձայնում էին տեսեք խոսքերը են գործերին պիտի նայենք երկրորդը այստեղ ամենամարդ իր շահեր ունի Թուրքիան ուրիշ շահեր ունի, Իսրայելը ուրիշ շահեր ունի, Ամերիկան ուրիշ շահեր ունի, եւ այլն, եւ Ադրբեջանը ուրիշ շահեր ունի, իր սեփական շահեր ունի։ Ադրբեջանը այստեղ Իսրայելի հետ այդ առուվաճառքը անելով ինքը մեծ արաբելություն ստացավ, Արցախը ձեռք բերեց եւ այլն եւ հաղթական դուրս եկավ Հայաստանը թուլացրեց Հայաստանը այսօր գնալով ավելի շատ է թուլացնում եւ փորձում է Հայաստանից կարելի եղածին չափ ավել բոգել Թուրքիան էլ նման ծրագիր ունի եւ ավելի առաջ գնացող ծրագիրներ ունի Թուրքիան ուզում է Թուրանը կազմի Ադրբեջանի միջոցով եւ այն եւ ինչքան կարող է Հայաստանը թուլացնի Հայաստանը չեն վերացնի ինչպես Ալեքսանդրոպոլ պայմանագրի ժամանակ գար այդ կետերը նայեք մի 10,000 քառակուսի մետր ավել բակասով բանակ համարյա տիպի չունենա Հայաստանը եւ այնը Թուրքիան ձգտում է նրան եւ կամած արդեն գալիս հասնում են դրա ոնց որ մի վասալային մի փոքրիկ դարածք այնտեղ որի համար բեդություն էլ չես կարող ասես այդպես իսկ Իսրայելը իր նպատակներ ունի այստեղ Իսրայելը նպատակ ունի ինչպես ասեցիք Իրանը գազམաքանդելու եւ գազམաքանդելու թուլացնում է Իրանի թուլացման խնդիրը կա այս տարածաշրջանում Իսրայելին վտանգ ներկայացնելիք ուժեղ բերություն պիտի չլինի հատկապես եթե հակա իսրայելյան հայացքներ ունի կողմնորոշում ունի դա պիտի չլինի կամ պիտի չեզոք լինի օրինակ հորտանանի նման կամ էլ պիտի ասենք Իսրայելի թրիդակով անցնի այդ պետությունը հիմա այստեղ Թուրքիան իր բանուն է հիմա թե ուզում է թե չի ուզում Թուրքիան նաև այդ բանը կա առաջի հերթին Թուրքիան իհարկե ուզում է որ Իրանը թուլանա որովհետև Իրանը Թուրքիայի համար էլ հզոր
հակառակորդ է, հակառակորդ եղել է միշտ պատմության ընթացքում, թե Իրանը, թե Ռուսաստանը երկու հզոր հակառակորդներ են եղել Թուրքիայի կամ այն ժամանակ Օսմանյան գասության համար եւ մինչեւ այսօր էլ կան։ Ես նորից կրկնեմ, ես դա ասել եմ, Իրան-Թուրքիա կամ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավում, եղբայրական, չգիտեմ, բարիտրացիական եւ այն երբեք չի լինելու չի եղել եւ չի լինելու այն որ խոսում են թե բա Ռուսաստան Թուրքին բերեց էսանը նա սենցարեց նանեն ծարեց Իրանը շնորհավորեց Ադրբեջանին Արցախը վերցնելու համար եւ այլն այդ էլ տարօրինակ էր այս ֆոնի վրա էլի որ ասենք դրանք բոլորը մագերեսային եւ շատ պրիմիտիվ մոդեցումներ են տարօրինակ չէր իհարկե որովհետեւ Ադրբեջանը երբեք չէր ասել որ Արցախը Հայաստանի տարածք է եւ ոչ մի պետություն աշխարհում չէր ասել այդպիսի բան բայց գային պետություններ որ Հայաստանի կողմն էին ինչպես Իրանը եւ օգնում էին Հայաստանին որ այդ տարածաշրջանում ամրանա մնա ձերք բերե ինչ որ ուզում է դա ուրիշ խնդիր սա քաղաքականություն է քաղաքականությունը այնեն չէ որ դուք ձեր սրճարանի զրույց չէ սա որ ձեր ամեն ուզածը ասեք անեք եւ այլն չէ ամեն ինչ իր բանին պետք է համապատասխանի ձև ունի ամեն ինչ իր ձև ունի դիվանագիտություն կոչված դիվանագիտությունը արվեստ է դիվանագիտությունը արվեստ է եւ լավ դիվանագետները արվեստագետներ են իրենց գործի մեջ եւ դիվանագիտությամբ շատ բան կարելի անել անգամ առանց արյունահեղության բادرազմ կարելի է առաջ տանել հիմա Թուրքիան իհարկե կողմնակից է որ Իրանը մասնադրի եւ ինքն էլ իր բաժինը ստանա որ իր բաժինը ադրբեջանի տարածքն է արդեն քանի տասնյակ տարի Թուրքիան աշխատում է այդ ուղղությամբ եւ բավականին հաջողության է բացի ադրբեջանցիներից հենց էթնիկապես ինքնությամբ թուրքեր էլ կան չէ ապրող Իրանում որ չէ այդպիսի թուրքեր չկան հիմնականում ով էլ որ իրեն Թուրքիա ընդունում նա ընդունում է իրեն որպես ադրբեջանցի ադրբադականցի այնտեղ իհարկե դարբերություններ կան տեսեք ամեն մեկը չէ որ իրեն ասում է ես ադրբեջանցի եմ եւ թուրք եմ ես թուրք եմ ու ադրբեջանցի եմ այլ ասում են որ ես ադրբեջանցի եմ բայց ադրբեջանցիները իրանական ցեղեն ազգեն եւ այն այդպես ասողներ էլ կան բայց շատ քիչ են եւ գնալով ավելի բակասում են Ուղղակի մի ծանոթ մարդ ունեի որ ով ինքը ասում էր որ ինքը Իրանից էր եկել ու ասում էր որ ինքը իր այդ գյուղերի բնակչությունը որտեղից որ ինքն էր Սպահանի մոտերն են իրանք ասում են իրանք իրենց թուրք են ասում ազգությամբ բայց Թուրքիայի չեն իդենտիֆիկացնում բայց հենց ասում էր թուրք ոչ ադրբեջանցի ոչ ինչ որ թուրք հենց թուրք է տեսեք թուրքը ընդհանուր անուն է նաեւ մենք էլ օրինակ ադրբեջանցիներն թուրք ենք ասում բայց ադրբեջանցիները թուրք չեն այսինքն այս կողմի թուրքերը Թուրքիայի թուրքերը եւ նրանք դարբեր են մյուս կողմից Իսֆահանի մոտ ադրբեջանցի չկան ադրբեջանցիները չան Իսֆահանը հենց բարսիկների ապրած տարածքներն են բայց այս ադրբադականի տարածքի արևմուտյան կողմը որը Թուրքիայի սահմանի մոտ է նրանք արդեն կարելի ասել համարյա լրիվ թուրքացած են այսինքն Թուրքիան շատ լավ աշխատեց մի քանի տասնամյակում 30 տարի շատ լավ աշխատեց իսկ այս կողմինները արևելյանները դեռ այնքան չեն սակայն եթե ինչ որ բան լինի ադրբեջան առանցնանա մի օրվա խնդիր է իրենք էլ կսկսին ասել թե հա մենք թուրք ենք ու վերջացավ այդ կողմը իսկ դեռ ինչ է կարծում այդ Ադրբեջանի ու Թուրքիայի մեջ sense թեթև հակասականություն չի մտնի այդ ադրբեջանում այդ ազգությամբ ադրբեջանցիների հետ կապված չի մտնի եթե տեսնեմ որ այս կողմի շատ լավ շահեր ունին իրենք մի անգամից իրենց թուրք կհայտարարեն ու կվերջանան այստեղ մի ուրիշ խումբ կա դա քրդերն են Իրանում էլ քրդեր կան Իրաքում էլ կան Սիրիայում բայց ափսոս քանակապես շատ չեն զիջում ադրբեջանցիներին իրանք համեմատաբար իհարկե իրենք ավելի քիչ են սակայն էլի բավականին շատ են եւ քրդերի խնդիրը Թուրքիային հետաքրքրում է դրա համար ասացի քրդերի մասին թե չէ Իրանում տարբեր ուրիշ խմբավորումներ կան բալբելուչները կան աֆղանները կան չգիտեմ արաբները կան եւ այլն լիքը ուրիշ մանր մոնոր քանակով քիչ կամ ավելի շատ լիքը խմբեր կան եւ բոլորն էլ sense դանակը բահած
միտեղ թևի տակը սպասում են որ կովը ընկնի ու վրան հարցակվեն մոզինենք նման դանակավորներն են դա բոլորը իմանան միայն սպասում են որ մի հատ սայտակի քրդերի հարցը Թուրքիային հետաքրում է ինչպես որ ադրբեջանի հարցը Թուրքիային հետաքրում է քրդերի հարցն է հետաքրում հագարակ ուղղությամբ նա չի ուզում որ քրդերը ինչ որ բանին հասնին եւ այս վերջերս լուրեր բդդվեցին որ Թուրքիան մի քանի անգամ մի երկու անգամ մատնել է որ քրդերը զինված քրդեր են անցնում կոդ արածքը եւ Իրանին զգուշացրել էր շատերը մեկնաբանում են այն բանով որ Թուրքիան չի ուզում որ Իրանը մասնատվի չի ուզում որ Իրանը կան ընդհակառակը Թուրքիան շատ է ուզում որ Իրանը մասնատվի բայց ոչ քրդերի մասնատվի բայց նաեւ չի ուզում որ քրդերը այստեղ բաժին ունենան քրդերը դրանով զորանան եթե Իրանը մասնատվի քրդերը իրենց բաժին ունենալու են ինչպես ադրբեջանը եւ քրդերն են իրենց տարածքը այսպես ասած ազատագրելու ասում են նաեւ Սիրիայում այդ իրենց մատնումը Միացյալ Նահանգների կողմից այդ սիրիական հիմիկվա ռեժիմի հետ հաղթանակը sense ասած իր քրդերի նկատմամբ որ քշեցին ավելի դեպի հյուսիս չէ ոնց որ Սիրիայում հենց սրա համար էր որ իրանք այնտեղ համախմբվեն որ հետագայում Իրանի դեմ իրանց օգտագործել ավելի հեշտ է քրդերին ճիշտ է ես այն ժամանակ արդեն ասել էի որ վաղը եթե Իրանի դեմ ինչ որ բան սկսի այ քրդերին օգտագործելու են քիչ առաջ ոնց որ ասացին ասենց մի հատ շրջանակ է քրդերի օգտագործումը քրդերին օգտագործում են քրդերը օգտագործել են տալիս իրենց հետո դուժում են հետո ասում են էլ չեն կանի դենց բան հետո էլի եւ այլն եւ ես ասում եմ որ եւ իմ չոտ ամբողջ պատմության ընթացքում այսպես է եղել սկսած Օսմանյան գասության ժամանակաշրջանը Օսմանյան գասությունը շարունակաբար մի անգամ չի երկու անգամ չի երեք անգամ չի օգտագործել են ու շպրտել են հետո գոտորել են իրենց ինչպես 1915 թվականին ով կդարեց գլխավոր գադարողը ցեղասպանություն կատարող այն էլ Արևմտահայաստանի տարածքում ով կար այնտեղ քրդերը կային դա քրդերն էին թուրքերը իրենց գրգռեցին ասին որ դուք շատ մեծ շահույթ եք ունենալու այս ամեն ինչը հայերից փրկվելու եք ամեն ինչը իրենց դերն է լինելու եւ այլն քրդերն էլ ջանասիրաբար կատարեցին դա հետո ինչ եղավ թուրքերը եկան իրենց գլխին տվին բայց դա անվերջ է քրդերը միշտ պատրաստ են իրենց օգնել եւ իմիջիալուց այս PKK-ի ժամանակ եւ այնն էլ եղել է մի քանի անգամ դեպ որ շարունակ փորձել են թուրքին սիրաշահել ասել են որ մենք կարող ենք ձեզ հետ համագործակցել ինչ որ ուրիշների դեմ թեկուզ հայերի դեմ եւ այլն եւ ես այն ժամանակ ասել եմ որ դեռ չսկսած այս ամեն ինչը քրդերին հիմա հավաքում են բահում են որ օգտագործեն Իրանի դեմ երբ որ պատերազմը սկսվի եւ երբ որ ասենք խառնաշփոթությունը սկսվի երկրում այ քրդերն են իմիջիալոց վերջին ցույցերի այս պատերազմը սկսելուց առաջ ցույցերի այդ մեծ ցույցերի ժամանակ գլխավոր ցույցերի դուրս եկող քրդերն էին իհարկե դա իր պատճառները ունի դրանից ինչ որ ժամանակ առաջ կարող է հիշեք մի հատ աղջիկ սպանեցին ծծելոց սպանեցին դա քրդեր այո շատ քրդերը նեղացել էին դրանից գուցե նաև դա էլ է իր պատճառը ունի սակայն այնուամենայնիվ քրդերը առաջինն էին որ բարիկադների վրա բարձրացան եւ հիմա էլ կարծես թե քրդերը պատրաստ են ուզում են եւ այլն եւ ամերիկան ուզում է քրդերին Սիրիայից եւ բանից Իրաքից ուղղի եւ իմիջիալոց բանի Թալիբանի Բարզանի այդ տեսակցությունները եւ այլն դրա մասին այստեղ մի հետաքրքիր փաստ արձանագրենք իմի կոնկրետ չեմ հիշում լավ Բարզանին թե Թալիբանին էր կարծեմ Բարզանին էր թե երկուսը իրար են բայց Բարզանին հաստատ այդ ընտանիքը դա ընտանիք է Բարզանի ցեղի անունն է մի անձի անուն չէ ցեղի անուն է եւ դրանք հրեական ցակում ունեն դա հետաքրքիր փաստ է դա էլ արձանագրենք ու հետաքրքիրը ինչ է այսօրվա Իրանի այսօրվա ղեկավարներից ամենավերին ղեկավարներից մեկը Լարիջանին նայել
ազգությամբ հրեա։ Հրեա ընտանիք էին, որոնք 3 եղբայր եղել էին բանի իրանյան քաղաքականության ամենաբարձր տեղերում, հետո հերթով իրենց դիրքերից հրաժարվեցին, հետո սրան էլի բերեցին, էլի հետ բերեցին։ Ու հետաքրքիր է, մինչև ասենք մի քանի օր առաջ Բեդուտյան հոգևոր առաջնորդը ադրբեջանցի էր, Փեզեշկյանը, որը երկրորդ առաջնորդը ասենք, ադրբեջանցի է, երրորդը Լարիջանին հրեա է։ Այսինքն Իրանը ում է պատկանում։ Պարսիկ որ ասում են։ Պարսիկները այսօր երկրորդական դիրքում են։ Անկամ ես բանի մի դերից դասել էի, որ Ահմեդինեջադը նա էլ հրեական ծագում է ունի։ Սակայն այսօր Ագա Իսրայելյան իհարկե կոչերով է առաջնորդում, դա ուրիշ խնդիր։ Էլ չասեմ թե Թուրքիայում ովքեր կան այդպիսի ծագմամբ, դա արդեն առանձին թեմա է։ Դե շնորհակալ եմ պարոն Լոկմագոզյան, այս բազմաբովանդակ ու հետաքրքիր քննարկման համար, բայց մեզ հատկացված եթերաժամանակը մոտեցավ ավարտին։ Շնորհակալություն հայտնենք մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին ուշադրության համար։ Դուք դիտում եւ լսում եք Գործարարալիքը։ Եթերում էր Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, այն ձեզ համար վարեց Դավիթ Գաբրելյանը, իսկ առաջին խոսափողի մոտ էր թուրքագետ Տիրան Լոկմագոզյանը։ Ստեսություն։